Կլինիկական մահ ախտորոշմամբ Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 1-ամյա տղա։ Կլինիկական մահը վրա է հասել ծեծի հետևանքով։ Օրը սկսվեց նման ծանր ողբերգական լուրով։ Բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը։ 1 ժամ պայքարից հետո նրանք կարողացել են վերականգնել երեխայի սրտի աշխատանքը, սակայն նրա վիճակը առայժմ գնահատվում է ծայրահեղ ծանր։ 2026 թվականի մարտի 16-ին Արաբկիր բժշկական համալիր է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա կլինիկական մահ ախտորոշմամբ։ Երեխան գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժիշկների հսկողության տակ։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մարմինների կողմից իրականացվում է քննություն։ Երեխան գրանցված է Մասիս քաղաքում, սակայն Մասիսի քաղաքապետարանից հայտնում են, որ դեպքը տեղի չի ունեցել Մասիսում, որտեղ բնակվում է երեխայի կենսաբանական մայրը։ Ենթադրվում է, որ երեխան ծեծի է ենթարկվել Երևանում, Քանաքել Զեյթուն վարչական շրջանում։ Շրջանառվում է տեղեկություն, որ երեխային մահամերձ վիճակի է հասցրել նրա խորթ մայրը։ Ժամեր անց տեղեկություն տարածվեց, որ քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի կասկածանքով ձերբակալել են 1 անձի և ներկայացրել նախաքննական մարմին։ Նորից հարց առաջ եկավ. հնարավոր էր սա կանխել, թե ոչ, եւ որ կառույցը պետք է դա աներ։ Նախարարություն մարդը նստած է, նա քաղաքականություն մշակող է։ Իհարկե նաև արձագանքում են ամեն բաներ, որ իրականության մեջ իրաց գործառույթը չի, ինչու, որովհետև ներքևի օղակները չեն գործում։ Նախորդ տարիներին ընտանեկան բռնության դեպքերը կանխարգելող բազմաթիվ օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր մշակվեցին։ Նոր գործիքներ, նոր մարմիններ ստեղծվեցին, որոնց նպատակն ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելումը կամ վաղ հայտնաբերումը և արագ միջամտությունն է։ Բայց կա տպավորություն, որ այդ ամենն այնքան էլ լավ չի աշխատում։ Առաջի պատասխանատուն համայնքն է։ Համայնքը պետք է շատ լավ իմանա, համայնքային սոցաշխատողը, խնամակալության հանձնաժողովը։ Անհնարին է, որ 1 տարեկան երեխայի ծեծին նախորդած չլինեն իրադարձություններ, որոնք ըստ ուղեցույցների պետք է որ գրավեին տվյալ համայնքի խնամակալության մարմինների և սոցիալական աշխատողների ուշադրությունը։ Հավանական է, որ նման իրադարձություններ եղել են։ Այլ հարց, թե ինչու համապատասխան մարմինները ժամանակին չեն արձագանքել դրանց։ Լավագույն օրենքներն ընդունվում են, հա, բայց ներքևի օղակները անտարբեր են կամ, չգիտեմ, հետևողական չեն կամ պրոֆեսիոնալիզմը չունեն, այդքան որ արագ կողմնորոշեն, որ այս երեխայի պետք է դուրս բերվեց ընտանիքից։ Խնդիրն այն է, որ 1-ամյա երեխայի հետ կապված այս դեպքը վստահաբար կարող է կրկնվել շատ այլ համայնքներում ևս։ Հիշեցնենք Ծափաթախ համայնքի ահասարսուլ պատմությունը, երբ հայրը խեղտամահ էր առել 3-ամյա որդուն։ Ինչպես եւ այն ժամանակ ոլորտի պատասխանատուները վստահ են, որ այս դեպքում ևս չի բարձրացվելու ոլորտի պատասխանատու եւ ոչ մի մարմնի կամ պաշտոնյայի պատասխանատվության հարցը։ Ըստ այդմ, այս դեպքերը մեծ կամ փոքր հաճախականությամբ շարունակվելու են հայտնվել լրահոսում, կախված դրանց ողբերգական հետևանքներից։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։